Բաքուն դիզվառելիքի հերթական խմբականակն է Հայաստան ուղարկում, իսկ Երևանից այդպես էլ վագոնները դատարկ են հետ դառնում։ Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը տարեսկզբին ցանկեր էին փոխանակել հասկանալու, թե հատկապես ինչը միմյանց կհետաքրքրի մյուս շուկայից, Բաքվից որևէ պատվեր Երևան առայժմ չի հասնում։ Ըստ մասնագետների, սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ենթատեքստ ունի։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքներ ներմուծելու պարագային կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ այսպես ասած չակերտավոր հայրենասեր իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամի երկրին տնտեսական օգուտ տալ։ Ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարար Պապոյանը հայտարարում էր, թե ադրբեջանական կողմից կոնկրետ հետաքրքրություն կա հայկական փայլատիթեղի նկատմամբ։ Բանակցություններ էին ընթացել ինչ-որ փուլում կանգ առել, մինչև օրս թեպետ Բաքվից միլիոնավոր դոլարների հասնող առևտուր են արել հայ տնտեսվարողները։ Ադրբեջանն միայն $960 հայկական արտադրանք է մտել, ըստ այդ երկրի պետական մաքսային կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների։ Այն էլ ոչ թե Երևանից ապրանք ուղարկելու Բաքու, այլ երրորդ երկրից՝ Նիդերլանդներից են վարդեր ներմուծել Հայաստանի տարանցիկ ճանապարհով։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատիթեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլատիթեղը մեզ հետաքրքրում է։ Պապոյանի մատնանշած ցուցակում ընդգրկված ապրանքները, որոնք Հայաստանը պատրաստ էր առաջարկել ադրբեջանական շուկային, հենց փայլատիթեղն էր՝ ալյումինը, ֆերոմոլիբդենը, միրգ բանջարեղենը, առանձին տեսակի խմիչքները, ինչպես նաև տեքստիլ արտադրանքը։ Ինքը պատրաստ է թույլ տա, որ հայ գործարարները գան Ադրբեջանից ինչ-որ ապրանք գնեն եւ Հայաստանում վաճառեն, բայց իրենք շահագրգռված չեն, որ հայկական ապրանքը գնա ադրբեջանական շուկա։ Իսկ հայ գործարարները, որոնք Ադրբեջանի հետ տնտեսապես կապված կլինեն, Բաքվի համար սա ուղիղ հնարավորություն է մտնել Հայաստանի քաղաքական նաև դաշտ, որովհետև այդ գործարարները իրենք լինելու են Ադրբեջանի շահերի լոբինգ իրականացնող եւս մեկ գործիք։ Իսկ այն հանգամանքը, որ Հայաստանը Բաքվից ապրանքներ է ձեռք բերում, ինչպես նաև ստանում այլ բեռներ, որոնք պարզապես անցնում են Ադրբեջանի տարածքով, հայաստանյան իշխանությունները ներկայացնում են որպես խաղաղության հաստատման գործնական դրսևորումներից մեկը։ Սակայն փորձագիտական եւ վերլուծական շրջանակներում այս մոտեցման հետ համաձայն չեն։ Մասնագետները հարցնում են. խաղաղությունը արդյոք միակողմանի է։ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարված փոփոխությունների նպատակը շահառուների կողմից բարձրաձայնված մի շարք գործնական խնդիրների լուծումն է։ Փոփոխությունների մի մասը վերաբերում է քաղաքացիների իրավունքի իրացմանը, մյուս մասը պետության եւ ֆինանսական կազմակերպությունների միջև համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը։ Շատ կարևոր փոփոխությունը վերաբերվում է այն ընտանիքներին, որոնց դիմում հայտարարությունը մերժվել է ընտանիքում մանկահասակ երեխայի տվյալների բացակայության հիմքով։ Միջգերատեսչական հանձնաժողովին դիմաց դիմումների մեջ բազմաթիվ էին այն դիմումները, որտեղ դիմումը մերժվել էր մինչև 6 տարեկան երեխայի տվյալների բացակայության հիմքով, այսինքն տվյալները առկա չեն ներքին գործերի նախարարության, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տեղահանվածների շտեմարանում։ Պատճառը շատ տարբեր կարող է լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, այսինքն կամ մուտքագրող օպերատորն է թերացել, կամ ծնողը տվյալը չի ներկայացել։ Նոր կարգավորումներից մեկն էլ վերաբերում է ամուսնալուծված ծնողներին, մինչ այժմ գործնականում առաջարկում էին իրավիճակներ, երբ անչափահաս երեխան ապրում է ծնողներից մեկի հետ, սակայն ծրագրին ցանկանում էր դիմել մյուս ծնողը, քանի դեռ երեխայի իրավունքը չէր իրացվել խնամակալ ծնողի կողմից, մյուս ծնողը չէր կարողանում դիմել ծրագրին։ Այժմ այդ խնդիրը լուծվել է, եթե առկա է դատարանի վճիռ, որով սահմանված է, թե ում հետ պետք է բնակվի երեխան, համակարգը երեխային ներառում է հենց այդ ծնողի ընտանիքի կազմում։ Եթե դատարանի որոշում չկա, իրավունքն ավտոմատ վերագրվում է երեխայի մորը։ Սա նշանակում է, որ նախորդ ամուսնությունից ծնված անչափահաս երեխան այլևս չի դիտարկվի որպես այդ ծնողի ընտանիքի պարտադիր անդամ։ Հետևաբար ընտանիքի ոչ ամբողջական կազմի հիմքով դիմումները չեն մերժվի, իսկ խնամակալ չհանդիսացող ծնողները կկարողանան առանց լրացուցիչ խոչընդոտների օգտվել պետական աջակցության ծրագրից։ Այս պահին ունենք 1014 ընտանիք, ովքեր ունեն դրական մնացորդ, եւ նրանցից 657-ը այդ դրական մնացորդն արդեն իսկ ուղղել է վերանորոգման վարկի
վերակառուցվածմանը, ընդ որում այստեղ արդեն ֆինանսական կազմակերպությունների կողմից շուրջ 2 միլիարդ դրամի վարկ է տրամադրվել, որի գծով ամսական մարումները պետությունն է իրականացնում, 680 ընտանիք դրական մնացորդով ձեռք է բերել կահույք եւ կենցաղային տեխնիկա եւ այստեղ պետական բյուջեից միանվագ արդեն իսկ վճարվել է շուրջ 1 միլիարդ դրամ եւ 46 ընտանիք ունենք, ովքեր ձեռք են բերել գյուղնշանակության հողամաս եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից 153 միլիոն դրամի վարկ է արդեն տրամադրվել։ Փոփոխության նպատակն է ապահովել, որ ծրագրի շահառուները կարողանան ավելի արագ եւ պարզ ընթացակարգով իրացնել իրենց բնակարանային աջակցության իրավունքը։ Դուք եւ ձեր ամուսինը թոշակառու եք կամ դուք միայնակ թոշակառու եք եւ ձեր կենսապայմանները չեն բավարարում ձեզ թոշակը չի հասցնում սննդամթերքի շուկայում գնաճի հետևից, ժառանգներ չունեք կամ ունեք, բայց նրանք չեն կարողանում ձեզ օգնել։ Ինչ խոսք, տխուր է, բայց մի վհատվեք, պետությունը հատուկ ձեզ համար ստեղծել է նոր գործիք, կոչվում է հետադարձ հիպոթեկ։ Եթե փորձենք կարճ բացատրել, ապա սա գործարք է, որը կապված է ձեզ պատկանող անշարժ գույքի գրավադրման հետ։ Եթե գործող կարգավորումներով, օրինակ վարկային պայմանագիր կնքելիս եւ որևիցե գույք գրավադրելիս քաղաքացին յուրաքանչյուր ամիս պարտավորվում է որոշակի վճարումներ կատարել բանկին, դա կլինի տոկոսների մարումը, դա կլինի մայր գումարի մարումը, ապա այս դեպքում ամբողջ պարտավորությունները սկսելու են, այսպես ասած, մարվել միայն քաղաքացու մահից հետո։ Եթե ինչ-որ մի երիտասարդ հոգ չի տանում իր ծնողի կամ տատու պապու մասին, գումարով չի օգնում, պետք է երևի թե նաեւ համակերպի, որ միգուցե այդ գույքը հետագայում իրեն չի անցնելու։ Այստեղ տրամաբանությունը կարծում եմ դրանում է։ Կենսաթոշակառուն իր կյանքի ամբողջ ընթացքում պարտավոր չի լինի մարել որևէ գումար բանկին, նաև ստիպված չի լինի դուրս գալ իր բնակության վայրից, որն այսպես ասած գրավադրված է բանկում։ Տոկոսը չի կարող լինել ավելին, քան տվյալ տարվա ընթացքում բնակարանային հիպոթեկային վարկերի տոկոսադրույքը, այսինքն պետք է լինի նվազագույնը, որը որ տվյալ տարվա ընթացքում բանկերը առաջարկում են։ Այստեղ իհարկե մի շարք հարցեր են ծագում կապված պայմանագրով կիրառվող տոկոսների կամ գույքի գնահատման հետ։ Մեծ հաշվով սրանք խնդիրներ են, որոնց բախվում է ցանկացած քաղաքացի, որը անշարժ գույքին առնչվող գործարք է իրականացնում բանկի հետ։ Ռիսկը կայանում է նրանում, որ տարեցները միգուցե նաև ճարահատված գնան այդ քայլին, սկզբնական գումարների հարցով եւ հետագայում պարզվի, որ օրինակ այդ պայմանագրերում պասակման վճարների վեճ կա, գումարի դրույքաչափերի վեճ կա։ Հետադարձ հիպոթեկի պայմանագրերը պետք է նաև ապահովագրվի բանկի կողմից, որովհետև պայմանագրի կողմ թոշակառուն հնարավոր է ապրի ավելի երկար, քան պլանավորել էր բանկը, եւ որի համար սահմանել էր այսպես ասած բյուջե։ Ըստ այդմ բանկը պետք է իր ռիսկերը ապահովագրի, որպեսզի պայմանագիրը որոշակի պահի չխզվի, տարեցմարտն էլ մնա անտուն ու անփող։ Շուկայական արժեքը պետք է որոշվի, գնահատվի եւ այդ գնահատման հաշվետվությունները պետք է պարտադիր ուսումնասիրվեն կադաստրի կոմիտեի ստեղծած մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոնք ըստ էության իրականացնում են այդ հաշվետվությունների ուսումնասիրություններ։ Առաջիկայում կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ լուծվելու է մեկ այլ խնդիր եւս, որը վերաբերում է սեփականության իրավունքի իրացմանը։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ամուսիններից մեկը մահանում է եւ իր սեփականության իրավունքը բաշխում է ժառանգների միջև։ Հիմա հնարավորություն է տրվում, որպեսզի մարդու մահվանից հետո ժառանգ ճանաչվի բացառապես նրա ողջ մնացած ամուսինը։ Ժառանգությունը բացվում է հետևյալ տրամաբանության ներքո։ Գույքի 50%-ը, որպես համատեղ սեփականության իրավունք, պատկանում է ողջ մնացած ամուսնուն, իսկ մյուս 50%-ը արդեն եթե կան այլ ժառանգներ, օրինակ զավակներ, կարող են լինել, չգիտեմ, քույրեր, եղբայրներ եւ այլն, նայած ըստ ընտանիքի կարգավիճակի, այդ 50%-ը բաշխվում է կրկին կնոջ եւ մնացած ժառանգների միջև։ Եվ գործնականում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ այդ գույքը տնօրինել է, այսինքն փաստացի այդ գույքի ճակատագիրը որոշել է, դառնում է խնդրահարույց։ Օրինակ, մեկը ուզում է վաճառել, մյուսը չի ուզում վաճառել։ Հենց այս կարգավորման շնորհիվ նաև ողջ մնացած ամուսինը կկարողանա օրինակ օգտվել հետադարձ հիպոթեկի ինստիտուտից, ինչը անհնար կլիներ, եթե գույքն ունենար համասեփականատերեր եւ եթե նրանցից որևէ մեկը դեմ լիներ նման պայմանագրի կնքմանը։ Հունիսի 29-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Արարատի մարզում Սուրենավան գյուղի վարչական տարածքում մեքենա է այրվել։ Փրկարարության Արարատի շրջան փրկարարական ջոկատի շրջներն են մարել Նիսան Ռուժի սրահում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել 3 քաղաքացու կիսամոխրացած մարմին։ Դրանք դուրս բերելուց հետո փրկարարները եւս 1 կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Դեպքի վայրն ժամանել
ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական ոստիկանները վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ ժամանել են նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի բարեկները Հունիսի 28-ին Տիչինա փողոցում 32-ամյա Հայկո Օփել Զաֆիրայով բախվել է բազալտե եզրաքարերին, գլխիվայր մասամբ հայտնվել գազոնում։ Վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապախումն է տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, հետո տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն, սակայն վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը ազգականի հուղարկավորությունից է վերադառնալիս եղել։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ։ Նույն օրը եւս մեկ ողբերգական դեպք էլ տեղի է ունեցել Արարատի մարզում։ Վեդիի վարչական տարածքում Չանգանում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների վարորդը Ավանգարդ բժշկական կենտրոնի հիմնադիր Ազգային ժողովի նախկին падգամավոր առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է։ Նախնական տեղեկություններով մեքենան վարելիս նա հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Հունիսի 27-ին Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են Աուդին եւ Լադան 9 հոգի, այդ թվում 3 անչափահաս տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարության Սևանի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանը, հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսի Գրիգորյանն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի պետ Վարդան Ավետիսյանը։ Արագաչափ ըստ զսպաշապիկ կլինի։ Քանի դեպք եղավ ստե, չեք հիշում։ Արդեն 5-6-րդն է։ Յո, դու։ Տեսարի չկա, որ նա 2010-ում չգցեն ապտեք։ Մայրաքաղաքում աշտարակի խճուղում բախվել են 38-ամյա Մայիսի BMW-ն եւ 43-ամյա Արմենի Chevrolet-ն։ Վերջինիս անչափահաս ուղևորը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Տեղում են եղել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։